վախ են ապրում, որովհետև գիտեն, որ դիմացի եթե ընդրություններ եղնի, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, հասկանալի է, իրանք վերջից առաջի տեղը կգնեն, վախ են բռնել։ Հիմա գնացել են իրանք ղեկավարին ասում են, որ դու գործերն անում ես, հիմա ինքսպես բաներ է անում։ Իրանք հիմա խառնում են, որ Նիկոլ Փաշինյանին, որ իրենց ռեյտինգը այնտեղ ինչ-որ տեղ ունենան, քաշ ունենան, որ դիմացի ընդրություններին ասեն, տեսար չանեցիր Ղուկասյանին, գործ չսարքեցիք, վրան բան չարեցիք, դրա համար մենք կրվեցինք, հիմիկ բանից այդպիսի բաներ են անում։ Ղուկասյան, ինչ սցենար ունեք։ Օրինակ, ինչ սցենարով կարող են ցես։ Որովհետև կա կարծիք, որ ընդդիմադիր քաղաքապետերին Ես մի բան գիտեմ, որ պետք է խայտարակվեն ամբողջ աշխարհով մեկ պիտի խայտարակվեն, որովհետև ուրեմն ամբողջ աշխարհով մեկ ինձ այնքան զանգեր է գալիս, հայերի կողմից, մեր հայ ազգի կողմից, այնքան զանգեր է գալիս, այնքան ինձ հետ խախտում են, այնքան ինձ գնահատում են, հասկանալի է, ես կապերի մեջ եմ բոլորին։ Սրանք կդառնան պլենդուզի թե մագարտագին են, պլենդուզից գիշնեն ներքև կխայտարակվեն բան։ Հետո սա Գյումրին է, իրանք չմտածեն, եպիսկոպոսին գիտեն թե Մարսել են, որ իրանք տարեկապահել են եպիսկոպոսին։ Ես օրինակ Միքայել Արք եպիսկոպոսին հասկացար, որ նայում եմ, իրենք ոչ մի բանի սրբություն չունեն։ Մենք որ տեսնում էինք, մինչև այսօր տեսնում ենք նմանատիպ համազգեստ հակած հոգևորական, մենք չենք նայում մեջը ով է, մենք նայում ենք համազգեստը եւ մեր բարեխոսն է առաստված։ Մեր բարեխոսներն են իրանք երկրի վրա առաստված։ Իրենք աղոթում են մեզ համար, իրանք մեր մեղքերին թողություն, իրանք ասում են Տեր ողորմյա, հիվանդներին բժշկություն տուր, ննջեցյալներին առկայություն տուր, նեղյալներին ազատություն տուր, բոլորի տեղն են աղոթում եւ մենք դա մեր հոգեվոր դասն է։ Բերե այդ համազգեստով, այդպիսի եպիսկոպոսին կանգնեցրել եք ասում եք բանը Մեղա ինչ են ասում ամբաստանյալ եպիսկոպոսին ասում են ամբաստանյալ ոչ չափ ունեն ոչ տակտ ունեն էլ սրանց ինչ ասեմ ինչ բնութագրեմ սրանց կարելի բնութագրել հոգևորն են դադում հասկանալի է օդի մեջը իրանց կատարածը մարդը ասել է որ ամբողջ ժողովուրդը Ստավաջան է ասում Ամբողջ ժողովուրդը, այսօր ժողովուրդը ինչ է ասում, գիշեր ցերեկուց գնացիր բղավեցին Ստավաջան, ձեր ամբողջ ԿՊ-ի ժողովուրդը ինչ է ասում, այն մարդն էլ լավ այդ խոսքերն ասեց, իրավունք չունե այդ մարդը, 2 տարի առաջ բան է ասել, դուք ինչ որ ասում եք, հələ ձեր խոսքերը հանեք ջրի երես, դուք ավելի սարսափելի բաներ եք ասել ու արել, քան թե այսօրվա մեր եպիսկոպոսը, մի խոսքով խայտարակություն է, մեղք է, ես մեղքում եմ, երեխեք հեշտով ասեք, հեշտով ձեր նկատմամբ հնարավոր է ձեր պակալեն դադելով այն բանից, որ միշտ ասում են Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել գրառումներով հրահանգ է տալիս իրական Փաշինյանը ասաց, որ հարցը պետք է քաղաքական լուծում ստանա, քաղաքական ձևով պետք է հարցը լուծեն։ Եվ ասես կապ չունի, որ դա քաղաքապետի մակարդակով է ասվել, միևնույնն է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ինքնիշխանությանը սպառնացող հայտարարություն է։ Խոսքը այն մասին է, որ նշել եք Հայաստանը ով է, որ ինքն իրենով որոշում կայացնի, առանց Հայաստանի չեն կարող։ Ներողություն, ես բացատրեցի, ասեցի, ես ասել եմ միություն կազմել։ Եթե միություն կազմելը, դա իմ կարծիքն է մեր դուրսում։ Ես խոսքի ազատություն եմ, քաղաքապետը իրավունք չունի մեր խոսք ասելու։ Հա, մի բան էլ ասեմ, քաղաքապետը այստեղ հələ տուր մի հատ, այդ պապկեն տուր ինձ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուղարկած իմ 50 դիմումներից 6-ն է։ Հետ է ուղարկել Արայիկ Հարությունյանը, ասում է դուք իրավունք չունեք վարչապետին գրություն ուղարկել, պետք է ուղարկեք մարզպետարան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետը պրոբլեմները, հոգսերը, երկրի տեղականի տակ ոչ միայն Գյումրի, ես ներկայացնում եմ, իրանք ասում են պետք է մարզպետարանով խոսեք վարչապետի հետ, հələ չինովնիկության, հələ ինչ աստիճան են սրանք որտեղ գրել։ Ու սրանց կարելի է վստահել Սրանց կարելի է վստահել ու հավատալ, որ սրանք ուրեմն դեմոկրատ մարդիկ են։ Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի պետականությունը ոտնահարողը դուք եք եղել, Արցախը դուք եք տվել, Հայաստանի հողերը դուք եք տվել, Հայաստանի դրոշը փոխողը դուք եք, Հայաստանի Արարատ լեռը հանողը դուք եք, եւ այսօր ով հայրենասեր է բանդում են։ Ով հայրենիքի անուն է տալիս, ով ճշմարտության ջադակով է, ամեն ինչ անում եք այդպեսի մարդկանց գլխին։ Այս դրանց անունը մի խոսքով գիտեք ինչ կա, ասելու բան չկա։ Դուք ձեզ, իրենք իրենց
իրենք իրենց ցույց տվեցին։ Իրենք իրենց այնպես են դրսևորել, որ ժողովուրդը իրանց գնահատականը կտա։ Հա ես ձեզ ասում եմ, հավատացեք, ձեր ժամանակը հասյալ է, վերջացավ, էլ սրանից են կողմ, էլ անելու բաներ չունեք, այնքան բան եք արել վատ ժողովրդի նկատմամբ։ Բոլոր ձեր այսքան հոգս երկրում, հələ մա թող ժողովուրդ ասի, այսքան հոգս որ երկիրն է պատճառը իր ժողովրդին։ Այսքան պրոբլեմ, այսքան հոգս, արա երկիրը ժողովուրդը մարդիկ պետություն են ստեղծում, մարդկանց ընտրում են, որ իրենց հոգսերը, իրենց պրոբլեմները հոգա, այսքան հոգս, այսքան պրոբլեմ, որ երկրի ղեկավարությունն է պատճառում իր ժողովրդին։ Սրանք այդ բանում գործ չունեն, հասկանում եմ, դիտավորել եք անում, որ տակը մարդ չմնա դառնա թուրքական վիլա է, հասկանալի է։ Բոլորս հասկանում ենք։ Մեզ իպես տղեկին է բոլորին բանդարգում եք, աքսորում եք, խփում եք, ես եք անում, որ ասենք ազատվեք։ Այն ստրուկ խավը թողնեք, ինչ ուզենաք, ասեք, ինչ ձերի խապեք, այդ ձերի գնա առաջ, չի լինի, աննանին բանը, չեք կարող։ Այս ժողովրդի տերը Աստված է, հայոց ժողովրդի տերը Աստված է։ Եվ մեր բարեխոսները Գրիգոր Լուսավորիչն է, Արիստակեսն է, Վրտանեսն է, Ներսես Մեծն է, Սահակ Պարտևն է, Վարդան Մամիկոնյանն է, Գրիգոր Նարեկացին է, Գրիգորի եւ Մովսեսի տատեվացիներն են, Անանյա Շիրակացին է եւ այդպես շարունակական։ Այսինքն դուք չեք, որ այսօր եք այնտեղ նստել եք։ Աստված ասում է, ես ձեզ բերեցի, դրեցի ղեկավար, որ դուք իմ ժողովրդից տեր լինեք, բայց երբ որ դուք ժողովրդին տանջեք, նրանք ինձ կաղաղակեն, եւ ես իրենք ձայնը կլսեմ ու ձեզ կպատժեմ։ Այդ Սաղմոսները ասում է, Սաղմոս եմ կարդում, Սաղմոսները չես կարդում, մեջը ինչեր է գրված։ Թե ուղղակի կարդում ես, որ քեզ ցույց տա ժողովրդին, թե Սաղմոս, այդ Սաղմոսները ձեր պատիժը կտա, մեղք եք, դարձի եք, մտածեք ձեր ազգի, ձեր ժողովրդի մասին։ Անմեղության կանխավարկածը խախտելով ազգային ժողովում հնչեցվեց նաև ձեր տղայի անունը եւ այսպես հնչեց, որ Բրուշատկա գողացողի հայրը, այսինքն դեռևս դատավարություն չի եղել, բայց այդպիսի արտահայտություն արդեն հնչեց։ Ես մի հատ այդ խոզի գլխին մի բան կասեմ։ Մենք $1 միլիոն եկեղեցի ենք կառուցել, այ դադար, հələ ասա դու ինչ ես արել, դու ով ես այս քաղաքում, քո քաշը ով է, մեկն օր իր ազգ ու երամը գանի այդ տղայից, իր ազգ ու երամը դրա երեսը չի ուզում նայել, դրա հարևաններին գնացեք հարցրեք, դե դա ինչ բա, ես դրան ընդհանրապես խնդրում եմ, դրանից ինձի հարց մի տվեք, դա ով է, որ ես դրանից պատասխան, вообще դա ով է։ Вообще այս քաղաքում դա ով է։ Ես տուն մարդկանց գիտեմ։ Ինքը ոչ միտեղ մի մարդու որ բարևես տալիս ասում է ոստիկան, միլիցիա։ Մի մարդու գիշեր ցերեկ ոստիկան ու միլիցիա։ Այդ դրա հետ կարելի խոսել։ Եվ մի հարց է պարոն Ղուկասյան, արխիվում քաղաքի տոնն է։ Ինքը սիրում է Եվրոպան։ Դա Եվրոպան է սիրում։ Ինքը եվրոպական հագումներ ունի։ Հասկանում ես։ Ինքը սիրում է խելագարում է եւ դրա համար է վատ են զգում, որ ես ասում եմ գնանք Ռուսաստան, իրանցը չի Եվրոպա, Եվրոպան ուրիշ բաներ է, չէ՞, բարգել ունի, ինքը խելագարվում է այդ բարգերի համար է դաշնում։ Պարոն Ղուկասյան, դուք նաեւ չբացառեցիք, հա, նաեւ նշեցիք ձեր խոսքում, որ մարդկանց բանտարկում են հայրենասերներին, քրեական գործեր են հարուցում, օրինակ, որոնք կլինեն ձեր քայլերը, եթե ձեզ ձերբակալեն նաեւ փոխքաղաքապետերին։ Ես ձեզ մի բան ասեմ։ Լսեք, մենք ամեն ինչ էլ ունենք։ Մեր Տերն Աստված է, հիշեք, ես միշտ ասել եմ, մեր Տերն Աստված է, մենք գիտակցաբար եկել ենք, մենք սիրում ենք մեր հայրենիքը, մեր քաղաքը, մեր ժողովրդին, մենք այնպես որ ոչ իրանցից վախեցող կա, ոչ քաշվող կա, ոչ է բանենող կա, հասկանալի է, ինչ ուզում է անեն, մենք պատրաստ ենք։ Հիմա, եթե ուզում են հեղափոխությունը լինի Գյումրի քաղաքից, ես իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է թող անեն, հասկացա՞ք, կտեսնին թե ժողովուրդը ինչ կանի, այդքան բան, մնացածը թողնում եմ մեր ժողովրդին, սա արդեն վերջն է, հասկանալի է, էլ սրանից այսինքն Գյումրիից սկսվել է, Գյումրիից նորից սկսվելու է։ Այո, թող փորձեն, ինչքան շուտ փորձեն, այնքան շուտ կգնան։ Արխիվում քաղաքի տոնն է, ցած մի հատ հարցնեմ ու չէ, արդյոք կառավարությանը, մարզպետարանին հրավեր ուղարկել եք, պետք է գան մասնակցեն, կա այդպիսի գործընթաց թե ոչ։ Հրավեր ինչի պետք է ուղարկեմ, որ իրանք գիտեն քաղաքի օրն է, Գյումրի քաղաքը երկրինն է, դա առանձին չէ, իրանք գիտեն ամեն ինչ հայտարարություն արվել է, ուզում են մասնակցել, թող կան մասնակցել։